իր կարծիքով կիսվի, թե ինչ պայմաններում ենք մենք գնում դեպի ընտրություններ, հերթական ընտրություններ, ինչ հիմնական խնդիրներով, սպառնալիքներով եւ այս պահին նկարագրենք ավելի շատ իրավիճակը եւ երկրորդ շրջանում ավելի շատ կխոսենք լուծումներից, խնդրեմ։ Շնորհակալություն Մարիամ, ողջունում եմ բոլորին։ Ընտրական օրենսգիրքը վերջին մի քանի տարում բավականին փոփոխությունների է ենթարկվել, այսինքն եթե մենք փորձենք համեմատություն տալ 2021 թվականին ինչ ունեցել ենք եւ ներկա 2026-ին, մոտավորապես 30 եւ ավելի տոկոս մենք փոփոխություններ ենք ունեցել, որը հատկապես մինչեւ ընտրությունները նախընտրական շրջանին են վերաբերում։ Ինչպես նախորդ ընտրություններին, ոչ միայն ազգային ժողովի, այլև համայնքային ընտրություններում բազմաթիվ են եղել այն խնդիրները, որոնք որ ուղղորդված շարունակում են մինչ օրս, չնայած որ հենց քաղաքացիական կողմից էլ բազում անգամներ բարձրաձայնվել են որոշ խնդիրներ, որոնք որ հարկ էինք համարում հենց փոխընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, որպեսզի այս ընտրությունների ժամանակ մենք այդ բացը լրացրած լինենք, սակայն դեռ կան որոշակի լուրջ հարցեր, առաջին օրինակ դա վերաբերում է կուսակցությունների քաղաքական ֆինանսավորմանը, հենց այս պահին էլ, մենք օրինակ տեսնում ենք կան այլևս 2026 թվականի ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժեր, որոնք որ մեդիա դաշտում հանրային կերպով հնչեցնում են իրենց պատրաստականությունը, հայտարարում են, որ իրենք պատրաստվում են մասնակցել, բայց օրինակ այս պահին իրենք դեռևս չեն գրանցվել որպես կուսակցություն։ Եվ եթե չեն գրանցվել որպես կուսակցություն, մենք պետք է հասկանանք, թե օրինակ այդ քաղաքական քարոզարշավը, որ արդեն իսկ սկսվել է, օրինակ կուսակցություններ կան, չասեմ կուսակցություններ, քանի որ դեռ կուսակցություն չեն գրանցել, ասեմ 26 թվականի ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժեր կան, որոնք որ արդեն օրինակ մարզերում ունեն գրասենյակներ բացված, որոնք որ մեդիա գովազդներ են իրականացում, մեծ արշավներ են իրականացնում, բայց փաստացի մենք նշված գումարների ծագումից տեղյակ չենք, թե տվյալ գումարները որտեղից են գալիս։ Եվ եթե մենք լավագույն դեպքում ցանկանանք օրինակ այդ ներկա փուլում ծախսվող գումարների մասին թափանցիկությունը, հաշվողականությունը բարձրացնենք, մենք չենք կարող, որովհետև որ փուլից որ կուսակցությունը արդեն գրանցվի, բացառապես այդ պահից սկսած են, եւ հայտարարագիր ներկայացնելու եւ նաեւ տեխնազոնեն են առանձին հայտարարագիր ներկայացնելու եւ այդ փուլից սկսած ծախսերն ենք մենք այլևս կարողանալու տեսնել։ Այսինքն այս առումով սպառնալիքը բավականին մեծ է։ Այն որ օրինակ կարող են օրինակ օտարերկրյա միջամտություն լինել, հենց այս փուլում է ամենաակներևը երևում, մինչեւ գրանցումը փաստացի կարող է եւ փողերի լվացում տեղ ունենալ, երրորդ անձանց ներգրավում տեղ ունենալ, միջամտությունները այս փուլում են իրականացում, որը մենք ուղղակի չունենք որևէ գործիք, որ կարող ենք դա տեսնել, չափել կամ հետո հետագայում ինչ-որ ընթացք տալ։ Կուսակցությունների ֆինանսավորումից զատ, չնայած որ այնուամենայնիվ ինչ-որ մի մասով կարգավորվել է, գոնե մենք կարողանում ենք հայտարարները տեսնել, բայց մեկ այլ խնդիր ունենք, ինչը շարունակեց մնալ, չնայած որ մեր ջանքերին որ փոփոխություն տեղի ունենա, օրինակ 2026 թվականին երևի շատերին հետաքրքրելու է, թե լավ գրանցվեցին կուսակցությունները, բայց ուզում եք տեսնել արդեն գրանցումից հետո կուսակցությունները ովքեր են քարոզարշավներին հայտ նախընտրական հիմնադրամին վճարումներ կատարել, փորձենք նույնականացնենք անձանց, որ հետագայում նաև հասկանանք տվյալ անձինք որևէ ազդեցություն ունեն քաղաքական օրակարգի վրա, թե ոչ, կամ ինչ-որ փոխկապակցված անձինք են, թե ոչ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ խնդիրը արդեն կտարածվի նաև գործող կուսակցությունների վրա, ոչ միայն նրանց, ովքեր դեռ չգրանցված ինչ-որ շարժումներ են, այլ նաև նրանք, ովքեր որ գրանցված էին եւ կդառնան մասնակից, իրենք էլ խնդիրներ ունեն ֆինանսական թափանցիկության հետ կապված, որովհետեւ մեր իրենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կուսակցությունները հայտարարագիրը կուսակցությունների տարեկան ներկայացնում են հաջորդող տարվա մինչեւ փետրվարի 20-ը։ Ստացվում է 2026 թվականի կուսակցությունների հայտարարագրերը, ֆինանսները մենք տեսնելու ենք 2027 թվականի փետրվարի 20-ով հրապարակած հայտարարագրով։ Այսինքն փաստացի, եթե օրինակ քաղաքական ֆինանսավորումը կարող ազդեցություն ունենալ ու ազդի էլեկտորատի վարքագծի վրա, ու այն փուլում որ կարևոր է գոնե քարոզարշավից հետո կամ քարոզարշավի ընթացքում հրապարակվի, դա չի լինելու։ Ու սա վերաբերում է եւ գործող այս պահին կուսակցություններին եւ դեռևս չգրանցված կուսակցություններին։ Եթե գոնե պետական ֆինանսավորում ստացող գրանցված կուսակցություններին մենք տարեկան հաշվետվությունները տեսնում ենք, իրենց մասով ռիսկայնությունը ավելի նվազ է, իսկ չգրանցվածների դեպքում մենք դա չենք տեսնում։ Այստեղ խնդիրը բավականին մեծ է, բայց կա մեկ այլ ռիսկ, էլի կապված ֆինանսական գումարների հետ կապված կուսակցությունների, իսկ այն կուսակցություններն էլ, որոնք որ գրանցված են, այսինքն գիտեն արդեն, որ իրենց այս փուլում, միջնաժամկետ փուլում իրենք մոնիտորինգի չեն ենթարկվում, իրենց դեպքում այլ հարց կա երրորդ անձինք, այսինքն մենք ասում ենք, որ իրավաբանական անձինք չեն կարող կուսակցություններին գումար փոխանցել, փոխարենը տեսնում ենք, որ իրավաբանական անձինք քարոզարշավ են իրականացնում։
Դա կարող է լինել բնեղեն գույքային, հա, ինչ որ մարզային տարածքներում որոշակի գույքային, հա, սպասարկում իրականացնեն, կարող է պարզապես օրինակ շատ հայտնի ինֆլուենսերներ համաձայնվեն իրենց համար արշավներ իրականացնեն, այսինքն երրորդ անձանց մենք չենք կարողանում ոչ հայտարարել ենք իրենցից տեսնում, ոչ էլ կարողանում ենք բերել կապակցել, որպեսզի հասկանանք, թե այդ գումարները որտեղից են գալիս, այսինքն այս բացը եւս կա։ Եվ մեկ այլ լուրջ խնդիր, որ այս պահին կարող եմ ասել, այսինքն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ցավոք էլի չեն կարողանում կառավարել, դա վարչական ռեսուրսի կառավարում, վարչական ռեսուրսի մսխումն է կամ կառավարումը, որը հիմնականում ավելի շատ բնականաբար իրականացվում է իշխանության կողմից, չնայած նորմալ է, որովհետև հենց իրենք էլ տիրապետում են վարչական ռեսուրսին, եւ 2021-ին, 2023-ի Երևանի ընտրություններին, վերջին հա ընտրությունները Գյումրիի եւ Աղաշապատի ընտրությունը ցույց տվեցին, որ վարչական ռեսուրսի բոլոր դրսևորումներով գրեթե ներկայացվում է, այսինքն եւ ֆինանսական, եւ գույքային եւ մարդկային ներուժը, հա, բոլոր ընտրություններում էլ ներգրաված են եղել, ու այս մասով մենք օրինակ ինչն է նաեւ խնդրահարույց, որ երբ որ դատախազություն են դիմում, հա, օրինակ ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, հա, օրինակ մարդերից մարդկանց են բերում մեքենաներով կամ համայնքային ծառայողները աշխատանքի ժամին գնում են ստիպված կամ նրանց ուղղորդում են, որ գնանք քարոզությանը մասնակցել, այս մասով դատախազություն հաղորդում տրվել է մի քանի կազմակերպությունների կողմից, բայց մինչ այսօր, սկսած 2023 թվականի Երևանի ընտրությունների, հա, վարչական ռեսուրսի չարաշահումներից վերջին ընտրություններով համայնքային դեռևս մենք որևէ քրեական կամ վարչական գործ չունենք հարուցված։ Ստացվում է մենք 2026 թվականի ընտրություններին գնում ենք, արդեն իսկ այս մեծ բաց ունենալով ու որը որևէ տեսանկյունից պետության կողմից համապատասխան արձագանքը չի ստանում ու դա առիթ է հանդիսանում եւ նորընդ կուսակցությունների համար եւ արդեն իսկ այն օգտագործած կուսակցությունները նույնը նորից կրկնել։ Շնորհակալություն, ամփոփելով ունենք երկու մեծ սպառնալիք